Բարև ձեզ, սիրելիներս, մենք շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին արդեն սկսում ենք 3-րդ երկի 8-րդ գլուխը։ Եվ որովհետեւ գլուխը նոր ենք սկսվում, հետաբար ես այս պահին չունեմ, ասենք, այդպիսի խնդիր նախաբան ասելու, որտեվ թեման ինքը նոր է, գլուխը ինքը կոչվում է թե ինչպես Տեր Բրահման հայտնվեց Գարբոդակաշայի Վիշնուի մեջից, կամ Գարբոդակաշայի Վիշնուից։ Տեքստերը իրանք հնչում են այսպես. Շիմոն Բաղավատամ 3-րդ երկ 8-րդ գլուխ, տեքստեր առաջինից։ Դիմելով Վասուդևային մեծ իմաստուն Մայթրեյամունին ասաց. Պուրուի տոհմի սերունդները արժանի են ծառայելու մաքուր նվիրալներին, քանի որ նրանք բոլորը նվիրված են Աստծո անձին։ Դու էլ ես այդ տոհմի մաս, եւ դա հրաշալի է, քանի որ հենց քո շնորհիվ Տիրոջ փոխձևակերպիչ խաղերը մշտապես լցվում են նոր իմաստով։ Թույլ տուր, որ սկսեմ Բhagavata Purana-ի շարադրանքը, այդ սուրբ գրքի, որին ինքը բարձրագույն Աստծո ազնվորությունը պատմել է մեծ իմաստուններին, մտածելով այն մարդկանց բարիքի մասին, ովքեր զգայական հաճույքների փշրանքների համար իրենց դատապարտել են դաժան տառապանքների։ Մի ժամանակ Սանաթ Կումարը, ուրեմն 4 տղաների առաջնորդը, մյուս մեծ իմաստունների ուղեկցությամբ, ցանկանալով ճանաչել Վասուդև կոչվող բարձրյալ ճշմարտությունը, նույն այս հարցերն ուղղեց Տիրոջը Սանկարշանային, ով բնակվում է տիեզերքի խորքերում։ Այդ ժամանակ Տեր Սանկարշանան մտահոգված էր իր բարձրագույն Տիրոջ մասին, այն Տիրոջ, ում իմաստունները անվանում են Վասուդև։ Սակայն, ցանկանալով օգնել մեծ իմաստուններին հասնել կատարելության, նա մի փոքր բացեց իր շուշանանման, լոտոսանման աչքերը եւ սկսեց խոսել։ Ուրեմն, ինչպես տեսնում ենք, առաջի տեքստը ինքը իրականում շատ հետաքրքիր տեքստ է, չէ՞։ Տեքստում հնչեց այդպիսի գաղափար, որ Մայտրեյան ինքը դիմեց Վիդուրային որպես Պուրու, ուրեմն թագավորի բաներ էլի, ոնց էր այրեն, սերունդ, որպես ժառանգ, եւ եթե հիշում եք անցյալ գլուխը, մենք դες հետ կանգնեցինք այն թեմայի վրա, չէ, որ Վասուդևան ինքը բարձրացրեց այդ հարցը, որ իրականում ազնվորությունները իրենք կարող են հասնել հոգևոր կյանքի վերջնական նպատակին միայն ուրեմն բանով, ասեք, միայն նրանով, որ ստանան կամ գերագույն Աստծո ազնվորության ողորմածությունը կամ մաքուր նվիրալների։ Եվ այս տեսանկյունից ուրեմն հիմա Մայտրեյան ինքը ոնց որ հակադարձում է Վիդուրային, ասելով, որ դու, այսպես եթե պատկերավոր ասենք, ասելով, որ դու այսպես էլ ինչ-որ անիմաստ համեստության մեջ ես մտել, որովհետև այդ հարցի պատասխանը քեզ շատ քաչ հայտնի է։ Ինչու է քաչ հայտնի, որովհետև դու ինքդ մի շատ կարևոր ցեղի ժառանգ ես, չէ՞։ Եվ այս գաղափարը, որը այստեղ առաջ քաշեց Մայտրեյան, սա իրականում շատ կարևոր եւ հետաքրքիր նյուանս է այդ թեմայի շարունակությամբ, չէ՞։ Ուրեմն ինչի մասին էր այստեղ խոսքը։ Որովհետև Մայտրեյան ինքը ոչ թե ուղղակի խոսեց նրա մասին, որ Վիդուրան ինքը բարեկամ է մեծն արքաններին, չէ՞։ Այլ ինքը խոսեց Վիդուրայի մասին այնպես, որ դու ժառանգն ես նվիրվածության գծի, չէ՞։ Եվ սա ինքը շատ հետաքրքիր իրականում թեմա է, մարդը, եւ տոհմը, որում մարդը ծնվել է։ Ընդհանրապես, ուրեմն ճակատագրի տեսանկյունից, չէ,
կա մի շատ կարևոր թեմա։ Որն է այդ կարևոր թեման։ Տեսեք, ասենք, երբ որ մենք խոսում ենք վերածննդի մասին, երբ որ մենք խոսում ենք ճակատագրի մասին, չէ, մենք իրականում խոսում ենք նրա մասին, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, թե ընդհանրապես այդ ճակատագիր կոչվածը ինքը ինչպես է ձևավորվում, չէ։ Տեսեք օրինակ, այսինքն կա ընտանեկան ճակատագիր։ Այսինքն ամենասկիզբը կներեք, կա անհատական ճակատագիր։ Ամեն մի անձնավորություն ինքը ունի իր անհատական ճակատագիրը, այսինքն այն արդյունքները, որը ինքը ստանում է ամեն մի տվյալ կյանքում, համաձայն այն բոլոր գործողությունների, որը ինքը կատարել է իր անցյալ կյանքերում։ Հասկանում եք։ Եվ տեսեք ուրեմն, չէ, ուրեմն, եթե ինքը այդ ճակատագրի տերն է դառնում, չէ, բայց հիմա ամեն անձնավորություն ինքը ծնվում է որոշակի դարաշրջանում, չէ, ես նույնիսկ կսկսեմ այստեղից, որոշակի տիեզերքում, որովհետև մենք կտեսնենք, որ տիեզերքներն էլ իրանք բազմազան են, չէ, ուրեմն ինքը ծնվում է որոշակի տիեզերքում, որոշակի դարաշրջանում, այդ տիեզերքում որոշակի մոլորակի վրա, այդ մոլորակում որոշակի պետության մեջ, չէ, որոշակի քաղաքի մեջ եւ այլն, եւ վերջինը որոշակի ընտանիքում։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ երբ որ անձնավորությունը ինքը ծնվում է որոշակի ընտանիքում, սովորաբար ասենք էզոտերիկները իրանք շատ հաճախ այս թեման իրենք քննարկում են այն տեսանկյունից, որ եթե մարդը ինքը ծնվել է որոշակի ընտանիքում, չէ, ինքը պատասխան է տալիս այն մեղքերի համար, որոնք գործել են իր նախնիները։ Հոգևոր տեսանկյունից դրանից ավելի անարդար գաղափար ընդհանրապես երևի գոյություն չունի։ Ինչու՞։ Որովհետև, հասկանում եք, մեղադրել Աստծուն, որ ինքը կարող է այնքան անարդար լինի, դա նույն Եվայի պատմությունն է, էլի, որ ինքը կարող է այնքան անարդար լինի, որ ինչ որ չգիտեմ, պապը այնտեղ ինչ որ մի հատ մեղք գործի, հա? Ու դրա հետևանքով համարվի, որ ես մեղքի մեջ եմ ծնվել եւ պիտի պատասխան տամ այդ մեղքի համար, որը պապն է գործել, հա? Ես չգիտեմ, էլի, ես նույնիսկ չեմ կարողանում, անկեղծ ասեմ, ես նույնիսկ չեմ կարողանում պատկերացնեմ, թե մարդիկ դրանից հետո ինչպես են կարողանում մտածել, որ այդպիսի անձնավորությունը, եթե Աստված ինքը այդպիսինն է, կարելի է սիրել։ Այդ դրա ինչը կարելի է սիրել, ես չգիտեմ։ Հասկանում եք։ Իսկ իրականում գաղափարը ինքը այսպիսինն է, որ ամեն մի ընտանիքի մեջ, չէ, կախված նրանից, թե ասենք այդ ընտանիքը ինքը ինչ տրադիցիաների տեր է, ինչպիսի մարդիկ է, ինչպիսի կենդանի էակներ են այդտեղ ծնվել, չէ, այսինքն ընդհանրապես իրար նմանները ծնվում են իրար հետ։ Այսինքն ոչ թե ես պատասխան եմ տալի այն մեղքի համար, որը գործել էր իմ պապը, այլ ես ինքս էլ իմ անցյալ կյանքերում ունեմ նմանապես մեղքեր գործած եւ դրա համար ես ծնվում եմ այն տոհմի մեջ, չէ, որը ինչ որ որոշակի խնդիրների կրող է, որոշակի ճակատագիր կրող է, եւ երբ որ ես վաստակել եմ այդ ճակատագիրը, ես ծնվում եմ այդպիսի տոհմի մեջ։ Հասկանում եք։ Այսինքն սա ինքը շատ կարևոր բան է։ Հիմա տեսեք, Վիդուրան ինքը խոսում էր նրա մասին, չէ, որ ինչ որ հատուկ ճակատագիր է պետք էլի, որպեսզի կենդանի էակը ինքը հնարավորություն ստանա մաքուր նվիրալին ծառայելու։ Մենք ձեզ հետ խոսեցինք նրա մասին, որ աստվածամերժության դարաշրջանի սկզբունքները իրենք խիստ տարբերվում են արդարության դարաշրջանների սկզբունքներից։ Ուրեմն, ոսկե դարաշրջանում, արծաթե դարաշրջանում եւ բրոնզե դարաշրջանում հիմնական հիմքը դարաշրջանների
դա արդարությունն է։ Երբ որ մենք գալիս ենք եւ հասնում ենք աստվածամերժության դարաշրջան, չէ, իրականում ասենք, եթե աստվածամերժության դարաշրջանում այստեղից սկսենք, աստվածամերժերը իրենք շատ դաժան են վարվում կրոնի հետ։ Ագրեսիվ աստվածամերժերը ուղղակի ոչնչացնում են կրոնը, թուրթվանգով, զենքով ոչնչացնում են կրոնականներին, չէ՞, եւ իրենք արիացիները իրենք ասում են, որ այդպիսի աստվածամերժության դարաշրջաններում Աստված բառի համար մարդուն կախում են։ Հա, հիմա եւ ինչպես մենք ձեզ հետ բազմիցս արդեն քննարկել ենք, 72 այդպիսի աստվածամերժության դարաշրջաններից մեկ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հայտարարում է այդ դարաշրջանում ինչ-որ մի պահի հայտարարում է ինչ-որ մի ժամանակով կրոնականության համար ոսկե դարաշրջան։ Այսինքն այդ ընթացքում կրոնականության դաշտը ինքը գործում է։ Եվ մենք ապրում ենք այդպիսի աստվածամերժության դարաշրջանում, չէ՞։ Հիմա տեսեք, այսինքն դա նշանակում է, որ ինքը աստվածամերժության դարաշրջան է, իսկ կրոնը չի հաջողվում, այսպես ոտնատականել, էլի, հա։ Այսինքն ոնց անում են, այստեղ ջարդում են, այնտեղից է դուրս գալիս, այստեղ են ջարդում են, այստեղից է դուրս գալիս, ինչ անում են, չեն կարողանում, որովհետև սա այն աստվածամերժության դարաշրջանն է, որի մեջ կրոնը պիտի լինի։ Հիմա, այ որ ինքը պիտի լինի, այդ աստվածամերժերը իրանք բաժանվում են երկու մասի։ Ագրեսիվները, որոնք ոչնչացնում են կրոնը։ Այ ուղղակի այսպես թուրով, թվանգով մտնում են եւ կոտորում են ամեն ինչը, չէ՞։ Եվ խորամանկները։ Մենք այս թեման շատ ենք քննարկում, որտեղ սա ահավոր կարևոր թեմա է։ Հոգևոր մարդկանց համար մեր դարաշրջանում սա ահավոր կարևոր թեմա է, որպեսզի իրենք կարողանան ճիշտ կողմնորոշվել, կարողանան, ասենք, բանանել, էլի, ճիշտ հասկանալ, թե որը որից հետո է, ինչը ինչի համար է, չէ՞, եւ ճիշտ վերաբերմունք ունենան։ Եվ ուրեմն այդ խորամանկները իրենք անում են ուրիշ կերպ, իրենք մտնում են կրոնականության դաշտ եւ պղծում են այդ դաշտը, այսպես ասենք։ Այսինքն աղավաղում են այդ դաշտը։ Նրանք սովորաբար իրանք են, որ կրոնականությունը դարձնում են պաշտոնների, կրոնականության մեջ մտցնում են հոգևոր պաշտոնների գաղափար, չէ՞, եւ հոգևոր դաշտը ինքը դառնում է կարիերիզմի դաշտ։ Եվ հենց աստվածամերժերն են, որ գալիս են, եւ որտեղ միայն աստվածամերժը իր մեջ կարող է ցկտում ունենալ կարիերայի, հասկանում եք։ Ինչու համար, որովհետև այո, իհարկե, կրոնական դաշտը ինքը նույնպես ունի իր տնտեսական զարգացումը, չէ՞, ունի իր տնտեսական զարգացումը, ունի իր ցանկությունները կատարելու հնարավորությունները, մարդկային ռեսուրս կա, որտեղ կարելի է իրականացնել իշխանություն, եւ այլն, եւ պարզ է, որ աստվածամերժերի համար դա շատ, այսպես, համով կտոր է, ինչու համար, որովհետև դրա հետ մեկտեղ հոգևոր մարդկանց տանում են խոնարհության եւ ենթարկվելու ճանապարհով։ Չէ՞, տեսեք, ինքը շատ ավելի հեշտ ղեկավարելի դաշտ է, շատ ավելի հեշտ բաներ, այսպես իշխանություն ունենալու դաշտ է, որովհետև համ էլ նրանք, ում վրա որ դու իշխում ես, իրանք ենթարկվող են։ Որովհետև հոգևոր կյանքը ինքը կենդանիակից առաջին հերթին պահանջում է խոնարհություն եւ համեստություն։ Եվ խորամանկները շատ լավ այդ հանգամանքից օգտվում են, չէ՞։ Հիմա տեսեք, չէ՞, եւ կա այս աստվածամերժության դարաշրջանում կա իրական կրոնականությունը, չէ՞։ Եվ երբ որ դա ագրեսիվ աստվածամերժերն են, չէ՞, իրանք իրական կրոնականությունը փորձում են ոչնչացնել։ Երբ որ դա խորամանկներն են, իրանք իրական կրոնականությունը փորձում են օգտագործել եւ իրական կրոնականության կողքը ստեղծում են կեղծ կրոնական դաշտեր, աղավաղված, այսպես ոչ թե կեղծ, այլ աղավաղված կրոնական դաշտեր, չէ՞, որտեղ իրականում հենց այդտեղ է, որ մարդկանց մոլորացնում են։ Հիմա, սիրելիներս, չէ՞, եւ այդ ժամանակ, երբ որ
կրոնը ինքը ընկնում է աստվածամեժերի ձեռքը, չէ՞, հիմա աստվածամեժության դարաշրջանը, հիշում եք, առաջի երկում ինչ ասեցին իմաստունները։ Իրանք ասեցին, մենք նայում ենք այդ դարաշրջան եւ տեսնում ենք, որ այդ դարաշրջանում ծնվելու են անձնավորություններ, որոնք իրանք անհանգիստ բնավորություն ունեն, հա, ասենք, կրքերով լիքտ են, չգիտեմ, չեն կարողանում համերաշխ հարաբերություններ ստեղծեն, կրոնականության հանդեպ, այսինքն հոգևորի հանդեպ, մակրության հանդեպ բացարձակ ոչ մի բան, այսպես հակում չունեն, հա, իրենց պլատֆորման միայն սեփական զգայարանները բավարարելն է ցանկացած ձևերով, չէ՞։ Ու իրանք այսպես շփոթված հարցեցին, ասին չհասկացանք, կրոնականությունը, հոգևոր կյանքը ընդհանրապես, այսինքն այդ նյութական աշխարհուց դուրս գալու process-ը, այս դարաշրջանում որտեղ է ապաստարանք գտնելու։ Չէ՞։ Եվ սա, այո, իրոք շատ լուրջ թեմա է, հասկանում եք, չէ՞։ Մենք դա շատ ենք էլի քննարկել։ Եվ հիմա տեսեք, ասենք, չէ՞։ Եվ պատասխանը ինքը կլինի այն, որ իրականում, այո, եթե մենք արժանինքներից ենք խոսում, ապա աստվածամեժության դարաշրջանում մեզանից ոչ մեկ արժանի չէր հոգևոր կյանք ստանալ։ Հասկանում եք։ Եվ այո, այս դարաշրջանում հոգևոր կյանքը ինքը գալիս է որպես ողորմածություն։ Չէ, հիմա տեսեք այդ, երբ որ գալիս է որպես ողորմածություն, չէ, դա արդեն նշանակում է, որ այն թեման, որը հիմա քննարկեց Մայտրեյան, այդ թեման մեր դարաշրջանում ինքը դեռ որ ոչ մի այսպես դեռ որ կարգավորված չի, որ թեման։ Հիմա տեսեք, ասենք, Մայտրեյան Վիդուրան ինքը ասեց, որ հոգևոր կյանքի համար շատ կարևոր է, որպեսզի անձնավորությունը ինքը, ասենք, ունենա հոգևոր ուսուցիչ, որպեսզի ինքը ունենա մաքուր նվիրյալ, ում ինքը կարող է ծառայել, չէ՞։ Եվ չկան այդպիսի բաներ, այդպիսի տոհմեր, չէ, որոնք իրենք մաքուր նվիրյալների տոհմեր են։ Այդպիսի ընտանիքներ պահպանված են միայն Հնդկաստանի տարածքում։ Այնտեղ կան այդպիսի ընտանիքներ, որոնք իրանք այսպես էլի սերնդեսերունդ, դա Աստծո մաքուր նվիրյալներ են եղել, ոչ թե կրոնական աղանդի ներկայացուցիչներ, այնտեղ էլ են լիքը կրոնական աղանդների ներկայացուցիչներ, հասկանում եք, այլ իրական Աստծո մաքուր նվիրյալներ, անկախ կրոնական պատկանելությունից, հասկանում եք, չէ՞։ Կարող ենք ասել, որ կրոններում մեր դարաշրջանում կան սրբեր, չէ՞, կան սրբեր, կան, ասենք, բան էլի, հրաժարվածներ, կան իմաստուններ, հասկանում եք, բայց այդ ինչ-որ արիացիներն են կոչում մաքուր նվիրյալներ, այսինքն նրանք, ովքեր այս աշխարհում գործում են հանուն Աստծո, չէ՞, այդպիսի անձնավորություններ իրանք շատ քիչ են, եւ ասենք, տեսեք, մենք ինքներս էլ տեսնում ենք, չէ՞, որ ասենք, չկան այդպիսի, օրինակ համար ասենք, մենք Հայաստանում, ենթադրենք, հեռու չգնանք, վերցնենք Հայաստանում, մենք Հայաստանում ունենք այդպիսի ինչ-որ մի հատ քրիստոնյա ընտանիք, չէ՞, որտեղ ասենք, սերնդեսերունդ ծնվել են այդպիսի քրիստոնյաներ, որոնք իրենք հրաժարված, մաքուր, մաքրության մեջ հաստատված, այդ բաներ, այսպես եւ Հիսուսին նվիրված ծառայության մեջ հաստատված անձնավորություններ են։ Չէ՞, այո, արդեն կան այնպիսի ընտանիքներ, որտեղ ասենք քրիստոնեությանը մի քիչ ավելի լուրջ են վերաբերվում, ասենք փորձում են լինել հոգևոր մարդիկ, պահպանել սկզբունքները եւ փորձում են իրենց երեխաներին նույնպես դաստիարակել այդ ոգով, չէ՞։ Այդպիսի ընտանիքներ կան, մենք հիմա խոսում ենք մաքուր նվիրվածության մասին, այն մակարդակի մասին, որտեղ հիմա բոլոր ստանդարտները այնքան են իջացրել, հասկանում եք, որ ես նորից եմ ասում էլի, 3 րոպեվա մտքի կենտրոնացումը կոչում են տրանսցենդենտալ մեդիտացիա, հասկանում եք, այդ ամեն ինչը այնքան է արժեզրկվել, այնքան է էժանացվել, չէ, որ մարդ ամաչում է նույնիսկ այդ թեմաներից խոսա։ Հասկանում եք, երբ որ մենք խոսում ենք այդպիսի երևույթների մասին, տրանսցենդենտալ մեդիտացիա կարող է անի միայն տրանսցենդենտալ անձնավորությունը։ Հասկանում եք, եթե անձնավորությունը ինքը
կարողանում է ինչ-որ մի 3 րոպե կենտրոնանա ինքը, չգիտեմ, ինչ-որ մի հատ թեմայի վրա, հա, հետո նորից ընկնում է իր կապվածությունների, իր ատելությունների, իր, չգիտեմ, ինչի դաշտը, ինքը պայմանավորված հոգի է եւ ընդհանրապես կարողացել է մի քանի րոպե կամ, չգիտեմ, հա, այդպես որ աշխարհը քանդվի մի քանի ժամ, կարողացել է ինչ-որ մի թեմայի մեջ իր մեջ լինել ուշադիր։ Հասկանում եք։ Եվ դա կոչել տրանսցենդենտալ մեդիտացիա, ես չգիտեմ, էլի արդեն այնքան են էժանացրել այդ խոսքերը։ Հիմա այն նույնպես ես չեմ կարող թույլ տալ, որ էժանանա մաքուր նվիրալ գաղափարը, որովհետև ինքը Աստված Բhagavad Gita-ում ասում է, հա, միլիոններից մեկն է հետաքրքրվում ինձանով։ Այդ միլիոններից մեկը հասնում է իմաստության։ Այդ միլիոններից մեկը հասնում է հրաժարման, իրոք է իրական հրաժարման, հասկանում եք, եւ այդ միլիոններից մեկը իսկականից ճանաչում է ինձ։ Հասկանում եք։ Այսինքն ինքը Աստված, ինքը այդ մաքուր նվիրվածության գաղափարը դարձնում է այսքան դիֆիցիտ։ Չէ՞։ Եվ ասենք երբեք այդպես չի կարող լինի, էլի, հատկապես աստվածամերժության դարաշրջանում ինձ ծիծաղալու է։ Աստվածամերժության դարաշրջանում ամեն պահին, ինչքան ուզում եք կրոնը ծաղկի, չէ, այդ մաքուր նվիրյալ գաղափարը իրանք, չգիտեմ, մատերի վրա այդ միլիարդավոր մարդկանց մեջ մատերի վրա կարելի է հաշվել, եթե իրանք նույնիսկ, ասենք, կան, հասկանում եք։ Սա շատ կարևոր թեմա է, չէ՞։ Ինչու համար, որովհետև այստեղ ինչ ասեց, հիմա Վիդուրան ինքը այդ գաղափարները առաջ քաշեց, չէ՞, որ ինքը գիտակցում է, որ մաքուր նվիրալի ողորմածությամբ է, որ մաքուր նվիրալին մենք պետք է ծառայենք, չէ՞, եւ գտնել այդ մաքուր նվիրալին, այ մեր ժամանակներում դա ամենա, այսպես բան էլի, նաջորդ է, ամենավստահելի ձևն է, դա մաքուր նվիրալների գրվածքները կարդալը։ Որտեղ բոլոր մաքուր նվիրալները իրենք թողնում են իրենց գիտելիքը Աստծո մասին, հասկանում եք, չէ՞։ Եվ այդ դա այն զուլալ ջրից, զուլալ աղբյուրից խմելու process-ի նման է, որտեղ ոչ մի ավելացումներ չկան, էլի, տիպը խլորկի։ Չէ՞ որտեղ Պրաբհուպադը ինքը մի լավ բաներ էլի ասում, ինքը ասում էր շատ մարդիկ են մոտենում ճշմարտությունը քննարկելու, չէ՞, տեսեք որ ես ինքս էլ, չէ՞, այդպես համարձակ մոտեցել եմ։ Շատ մարդիկ են մոտենում, այնպես չի որ ես ինձի բացառում եմ, էլի, երբեք չեմ ուզում բարձից խոսալ։ Շատ մարդիկ են մոտենում, ուրեմն, հոգևոր գիտելիքին, հա, բայց եթե իրանք մոտենում են կեղծ եսի տեսանկյունից, այսինքն իրանց ատելությունները բավարարելու համար, իրանց կապվածությունները արդարացնելու համար, հա, իրանց արարքների ներումը ստանալու համար եւ այլն նյութական խնդիրներով, չէ՞։ Ինքը ասում է, իրանց մեկնությունները նման է կաթի, որին կպել է օձը։ Հա, արտաքինից դա նույն կաթն է։ Տեսեք, ինքը երբ որ արդեն լուրջ են քննարկում, չէ՞, մշտական գալիս է կետնույն գաղափարին։ Ահա որ դժվար է տարբերելը։ Հա, ինքը ասում է, դա արտաքինից նույն կաթն է։ Այմա տգետը ինքը ոնց պիտի կարողանա տարբերի, որ սա ոչ թե բան է, այսպես նորմալ կաթ է, այլ արդեն իր մեջ թույն է պարունակում։ Ոնց կարող, ոչ մի կերպ չի կարող, հասկանում եք, ես ոնց որ մի փակուղի լինի, էլի, աստվածամերժության դարաշրջանում, որ ոնց մտածում ես, ելքը չես, ես ասում եմ, միակ ելքը դա է, ներքին անկեղծությունը։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա տեսեք, ասենք, եւ իսկ այստեղ կլասիկան է գնում։ Այս պահին, այս խոսակցությունը ինքը կլասիկայի մասին է խոսքը, այսինքն երբ որ կա արիական քաղաքակրթություն, այսինքն իրական կրոնական դաշտ, եւ այդ իրական կրոնական դաշտում, չէ, այնտեղ ամեն ինչ լրիվ այլ կերպ է, չէ, տեղի, բացարձակապես այլ կերպ է տեղի ունենում, հասկանում եք, այ աստվածամերժության դարաշրջանի իրականությունները եւ կրոնական դարաշրջանների իրականությունը, դա այսպես 180 աստիճան տարբեր բաներ են։ Ես դա չեմ հոգնելու ասելուց։ Եթե մենք մեր իրականությունից ենք փորձում գնահատել այդ ժամանակը, հա, քննարկել այդ, դա ոչ մի բան չենք կարող հասկանալ։ Ասել եմ, ասում եմ ու ասելու եմ։ Եվ տեսեք, ասենք, հիմա ի՞նչն է, էլի այստեղ խոսակցությունը։
Մայտրեան ինքը ասես, կոպիտ ասես դու ինչի համար ես անհանգստանում, որովհետև դու ինքդ, հա, ծնվել ես անմեղ արքաների ցեղում, դու այդ գծին ես պատկանում, հասկանում ես, եւ դա ինչ է նշանակում, ինչ է նշանակում, արքաների թեման է, չէ, այստեղ շատ կարևոր, որ արական քաղաքակրթության մեջ, ընդհանրապես հասարակության մեջ, հասկանում եք, թե հասարակությունը ինքը ինչին է հետևում, ինչ գաղափարախոսության է հետևում, դա կախված է արքայից, այսինքն հասարակության առաջնորդից եւ ուրիշ ոչ մեկից։ Առաջնորդը ինքը ինչ գաղափարախոսություն որ հաստատեց եւ այսպես էլի օրենքով թույլ տվեց, չէ՞, դա էլ 5 րոպե հետո դառնում է այն մշակույթը, որին հետևում են բոլորը։ Եվ վերջ, հասկանում եք, դրա համար արիացիները իրենք ահա որ մեծ նշանակություն էին տալիս, հա, այդ ասած էլի բրահմանները իրանք, չէ, այն մնացած դաշտերում էլ իրանք միշտ այսպես հետևում էին, որպեսզի ամեն ինչը իմի նկրոնականության հոգևոր կյանքի բանով գնա, չէ, բայց արքայի դիրքի վրա մենք դա պատմություն կունենանք, երբ որ մենք կտեսնենք, թե ասենք հոգևորականները իրանք ինչ ռեակցիա տվեցին, երբ որ արական քաղաքակրթության մեջ հանկարծ արքայի դիրքում հայտնվեց մի անձնավորություն, որի սրտում չկար առաքինություն։ Ամեն կտեսնենք, հիմա չեմ ուզում առաջ ընկնեմ, էլի, հասկանում եք, ինչի համար, որովհետև արքան է, որ գաղափարախոսության եւ հասարակության միջև կապ է ստեղծում։ Եվ ինքը ինչ գաղափարախոսությամբ եկավ, հասարակությունը հենց այդ գաղափարախոսության ազդեցության տակ է ընկնում։ Ինչու, որտեվ արքայի ձեռքն է օրենքը, հա, այսինքն արքայի ձեռքն է զենքը, որ այնտեղ որտեղ դու կամավոր չենթարկվեցիր, քեզ զենքով ստիպում են։ Չգիտեմ էլի, բանտարկությունների, գնդակահարությունների, չգիտեմ ինչի վախի տակ, որ այսուհետև այս գաղափարախոսությանն ես հետևում եւ վերջ, կապ չունի դուր գալիս է, դուր չի գալիս, այդ ամեն ինչին ոչ մեկ ուշադրություն չի դարձնում, չէ՞։ Եվ եթե մենք օրինակ այդ տեսանկյունից նայենք, չէ՞, մենք հայերով հենց այդպես էլ ընդունել ենք, չէ՞, քրիստոնեությունը։ Հա, եկել է ինչ-որ մի հատ գաղափարակիր, հա, ինքը զավթել է արքային եւ արքան ավիրել է հեթանոս Հայաստան։ Ու всё, իր ձեռքերով։ Եվ հեթանոս Հայաստանը ավիրելով ոչնչացրել է քշատրիներին, այսինքն այդ ուժեղ զինվորականներին, որով Հայաստանը եւ անպարտելի էր։ Հասկանում եք։ Չէ, այն մի մարդու վերցրեցին եւ արեցին ինչ որ արեցին։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, ասենք, չէ, եւ այստեղ Մայտրեան ինքը խոսեց այդ բանի մասին, որ ուրեմն առաջին հերթին սա գլխավոր իմաստն է, չէ, բանի տեքստի, որ առաջին հերթին այստեղ ինքը խոսեց այդ բանի էլի, այդ հաջորդականության մասին, հասկանում եք, որ Վիդուրան ինքը ոչ թե ուղղակի բարեկամ է այդ մեծ թագավորների, այլ որ ինքը ժառանգորդն է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ տեսեք, ասենք, երբ որ մենք նայում ենք, տեսնում ենք աստվածամերժության դարաշրջանում, չէ՞, օրինակ, երբ որ գալիս ենք, օրինակ, դեմոկրատիայի դաշտ, չէ՞, դեմոկրատիայի դաշտ, Միացյալ Նահանգներ, ազատության դաշտ։ Ինչ են այնտեղ քարոզում սովորական մարդուն։ Իրանք այդպես չեն անում, բայց սովորական մարդուն այդպես են քարոզում։ Ինչ է, ինչ մշակույթ են մտցնում։ Չէ՞, նայեք, երբ որ խնդիր կա, այսինքն հիմա, երբ որ դեմոկրատիան ինքը սկսեց ոտքի կանգնել, չէ՞։ Այսինքն հիմա ինքը ինչ է ուզում, ցանկացած գաղափարախոսություն, որը ինքը նոր է, որը ինքը սկսում է ոտքի կանգնել, ինքը խնդիր ունի տարածվելու։ Այն պահին, երբ որ
այդ դեմոկրատական գաղափարները իրենք առաջ եկան, չէ, աշխարհում այսպես հանգիստ գոյատևում էին, հանգիստ չէ իհարկե մշտական պատերազմների մեջ, բայց այսպես էլի, գիտեք, մի քիչ այս պատկերավոր ասեմ, կներեք, այսպես վերընկած էին, էլի, հասկանում եք, չէ, տարբեր տեսակի գաղափարախոսությունների հետևից ընկած ազգեր, ժողովուրդներ, պետություններ, որոնցից ամեն մեկը ուներ իր տրադիցիաները, իր աստվածները եւ այլն, չէ։ Հիմա եկավ դեմոկրատիա, ինքը խնդիր ունի, չէ, այդ ամեն ինչը բանանելով։ Հիմա այ որպեսի նոր գաղափարախոսություն մտնի, չէ, ամենաառաջի բանը, որ պիտի արվի, այն որ ասում են, ուզում ես երկիրը քանդես, քանդի ընտանիքը, չէ, ամենաառաջի բանը, որ պիտի արվի, դա ինչ պիտի արվի։ Ինչ պիտի արվի։ Պիտի հասնես այն բանին, որ ընտանիքի մեջ ծնված ազնվորությունը ինքը չլինի այդ ընտանիքի ժառանգորդը։ Այսինքն, որ արժեքային համակարգը վերցրածը։ Հասկանում եք։ Հիմա, այո, իհարկե, այս հարցը ինքը այդքան պարզ չի, էլի, դուք գիտեք, որ չեմ սիրում պարզացնել։ Այս հարցը ինքը այդքան պարզ չի, որտեղ իրականությունը ինքը այնպես է, որ այո, իհարկե, այդ բազմազանության մեջ, չէ, ասենք, չինական քաղաքակրթություն, չգիտեմ, սլավոնական քաղաքակրթություն, կավկասկի քաղաքակրթություն, չգիտեմ, այնտեղ եվրոպական այդ բոլոր քաղաքակրթությունները ամեն մեկը իր տրադիցիաների, իր գաղափարների, իր, չգիտեմ, ինչի շուրջ հավաքված, չէ։ Էնպես չի հասկանում եք, որ դա մարդկանց երջանիկ էր դարձնում։ Մենք պետք է սա հիշենք, էլի, որ եթե կա Գերագույն Աստծո ազնվորությունը, նյութական աշխարհը, չէ, ինքը, այսպես է, էլի, կենդանի ակները մշտական հավաքվում են իրար գլուխ, մի հատ ինչ-որ գաղափար են վերցնում, ինչի համար են իրանք դա անում։ Իրանք վերցնում են ինչ-որ մի գաղափար, որպեսզի մարդիկ լինեն երջանիկ։ Հիմա այդ տակի սովորական մարդիկ իրանք գաղափարներ են մշակում, որ իրանք լինեն երջանիկ։ Էլիտարները իրանք գաղափարներ են առաջ քաշում, որպեսզի իրանք պաշտպանեն իրենց էլիտար դիրքը։ Վերջ ոչ մի խոսակցություն այստեղ չկա։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա տեսեք, այդ երկուսը իրանք մտնում են իրար հետ պայքարի մեջ։ Պայքարը ավարտվեց այն պահից, երբ որ սկսվեցին թվային տեխնոլոգիաները ներդնել։ Մարդկություն, այս սովորական մարդը ինքը վերջնականորեն պարտվեց այդ պայքարի մեջ, հասկանում եք, կոպիտ ասած այլևս այս աշխարհում քանի գործում են թվային տեխնոլոգիաները, ոչ միտեղ այլևս, այսպես էլի, իմինը ժողովրդի, այդ տակի, սովորական մարդու կողմից կազմակերպված հեղափոխություններ այլևս չեն լինելու եւ ընդհանրապես այլևս հեղափոխությունների կարիք չի լինելու, որտեվ, ասենք, եթե էլիտայի մեջ ինչ-որ մեկը ինչ-որ մյուսին ուզում է հաղթի, իրանք արդեն լրիվ ուրիշ ձևեր ունեն այդ ամեն ինչ անելու, մեր կարիքը չունեն։ Հա? Հիմա, սա պիտի հասկացվի, էլի, բայց, ասենք, չէ, բայց քանի դեռ այդ տեխնոլոգիաները չկային, չէ, ձևը մնում էր դա։ Ձևը դա էր մնում, որ եթե դու ուզում ես նոր գաղափարախոսություններ կրես, չէ, առաջի բանը, որ դու պիտի անես դա նա է, որ այդ ընտանիքի մեջ չլինի ժառանգորդ, այդ ծնվածը ինքը ոչ մի գաղափարով կապված չլինի։ Հիմա, տեսեք, ինքը երկու ստեկ է, էլի։ Այո, իհարկե կան տրադիցիաներ, որոնք ասենք կուտակվել էին մարդկության մեջ, չէ, որոնք իրենք ուղղակի բռնության դաշտեր եւ երջանկության մասին խոսք անգամ լինել չէր կարող։ Չէ՞։ Այո, եւ այդ որ գալիս է արդեն դեմոկրատական գաղափարներն են, չէ՞ գալիս։ Իրականում դա ոնց որ Գերագույն Աստծո ազնվորությունն է ինքը։ Ասում են արդեն վсё էլի, այստեղ արդեն դժբախտությունները, տառապանքը այնպիսի քանակությամբ է, որ սրա վերջը պիտի տրվի։ Հա, ու հայտնվում է ինչ-որ մի հատ գաղափարախոսություն, որը սկսում է դա ջարդել։ Հիմա, բայց ջարդելուց հետո ինչ է անում։
Այդ դեմոկրատիան ինքը ջարդեց բրծավ։ Всё։ Հեթանոս աշխարհ, չգիտեմ ինչ, այս տրադիցիա վերացվեց, հայտարարվեց մարդու իրավունքը որպես ամենակարևորը։ Հա? Տեսեք մարդու ազատությունը։ Այդ գաղափարի հիմքում ինչ է դրված։ Դրված է, որ մարդը ինքը պարտավոր չի ժառանգի իր ընտանիքի մեջ կամ իր ցեղի մեջ ձևավորված ատելությունները, թշնամանքը, կապվածությունները, այլ ինքը իրավունք ունի ձևավորի իր վերաբերմունքը։ Հիմա տեսեք, եթե մենք օբյեկտիվ ենք խոսում, չէ՞, իհարկե, եթե այդ ցեղի ներկայացուցիչները իրենք տգիտության եւ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ գտնվող կենդանիակներ են, չէ՞, ապա իհարկե, երբ որ անձնավորությունը ինքը ծնվում է այդ ընտանիքում, չէ՞, ստիպել իրան, որ ինքը ժառանգի այդ ցեղին, բան էլի, այդ ցեղին բնորոշ, չգիտեմ, ատելությունները, թշնամանքը, կապվածությունները, չէ՞, ասենք որ նա կարող է պատահի ցեղը ինքը ինչ-որ մի հատ ուրիշ ցեղի հանդեպ թշնամանք ունի, Ռոմեո Ջուլիետա, չէ՞, թշնամանք ունի եւ Всё, այդ ցեղի ներկայացուցիչները իրավունք չունեն ընդհանրապես իրար հետ շփվելու։ Թեկուզ այդ ինչի համար, որ այդ թշնամանքը ծնվել է, այդ 1000-րդ բանը, ժառանգը, ինքը այդ թեմայի հետ ոչ մի կապ չունի, չէ՞։ Եվ տեսեք, երբ որ դեմոկրատական գաղափարներն են գալիս, իրանք ասում են ոչ մի ընտանիք ինքը իրավունք չունի մարդու վրա, չէ, այլ հատկապես եթե դա որտեղ դեմոկրատական գաղափարախոսությունը ինքը աթեիստական է, չէ, ինքը աստծո գաղափար չի ընդունում։ Թույլ տալիս է որ դու ընդունես, բայց ինքը իրանով չի ընդունում, չէ։ Եվ ասենք այդ աթեիստական գաղափարախոսության մեջ կամ նույնիսկ բոլոր քրոնական գաղափարախոսությունների մեջ դու ծնվել ես մի անգամ։ Այս ամենակարևոր արգումենտն է։ Դու ծնվել ես մի անգամ, եւ ինչու դու պիտի այդ քո միակ այս հրաշքը, որ դու կաս, ծախսես նրա վրա, որ սպասարկես քո հայրերի, պապերի, տատերի ատելությունը։ Այ ինչու։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այո, իհարկե, այդ գաղափարն է առաջ քաշվում, որ չի կարելի։ Բայց դե երբ չի կարելի, դա էլի շատ բարդ թեմաներ են, հեսա խոսանք։ Հասկացաք։ Եվ ասենք, տեսեք, դեմոկրատիան ինքը գալիս է ասում է, որ դու իրավունք չունես։ Եթե դու օրինակի համար, եթե դու ինչ-որ մի հատ, օրինակ կրքերի եւ տգիտության ազդեցության տակ ապրող կենդանիակներ, իրանք ինչ արդյունքների են գալիս։ Իրանք իրենց ցեղի մեջ բերում են ավիրվածություններ, աղքատություն, դժբախտություն, չէ՞, եւ այդ դժբախտությունները, այդ աղքատությունները, այսպես սերունդ ժառանգում են։ Հա՞։ Ինչ է նշանակում դեմոկրատիա։ Դեմոկրատիան ինքը գալիս է, ասում է ստոպ, այստեղ կանգնի։ Դու ծնվել ես որպես ինչ-որ մի տաղանդի տեր մարդ, հա։ Մենք քեզ առաջարկում ենք, որ փոխարեն դու ժառանգես այս քո ինչ-որ չկայացած ընտանիքի ցեղի ատելությունները, աղքատությունը, չգիտեմ, ողբը, եսի էնի, հա։ Արի գնացինք, մտի դրական դաշտ, մոռացի այդ ամեն ինչը, այդ իրանց թշնամանքները, այդ իրանց խնդիրներն է, արի գնացինք, կրթվի, հա, եւ ունեցի լրիվ ուրիշ ճակատագիր։ Եվ դա փաստ է, չէ՞, որ դեմոկրատական բանում, ասենք, դաշտում, ազատության դաշտում, դեմոկրատիայի դաշտում հազարավոր, միլիոնավոր այդպիսի մարդիկ են եղել, որոնք իրանք չեն ժառանգել իրենց ընտանիքի այդ ամբողջ հիմարությունները, կներեք այստեղ արդեն, չէ՞, եւ արժանացել են լրիվ ուրիշ ճակատագրի եւ ապրել են լրիվ ուրիշ կյանքով։ Եվ այո, մեկ-մեկ ստիպված են եղել այդ կապը խիստ կտրել, այնպես որ չեմ շփվում ու всё, չէ՞, ինչու համար, որ իրանց նորից չքաշեն այդ ամեն ինչի մեջ։ Որպես իրանք կարողանան այդ էզոտերիկայի լեզվով ասենք, այդ էներգիաների մեջից, հա, մարդկային լեզվով ասենք, ուրիշ լեզվով ասենք այդ ամբողջ այդ ղալմաղալների, այդ նեգատիվ բաների մեջից, չէ, եւ ապրեն բացարձակ ուրիշ կյանքով։
Եվ այս պահին, չէ, մենք հայերը վսել ունենք այդ արդյունքը։ Հասկանում եք, որ այո, ասենք այդ եվրոպական, չէ, դեմոկրատիայի արժեքները իրանք ունենք արդեն սերունդ, որը ինքը դաստիարակվել է այդ գաղափարախոսության հիմքի վրա, չէ, եւ իրանց մեջ, իրանք ուրիշ տեսակ բարի են, հա, ուրիշ տեսակ հանգիստ են, ուրիշ տեսակ պատրաստ են նոր հարաբերությունների, նոր մոտեցումների, չէ, թեթև են, հասկանում եք, իրանք չեն ժառանգում այն ամեն ինչը, ինչը որ այդ կոպիտ ասած բան կարող ենք ասել ստանդարտ հայը, այն որ էս ծանրացած ողբի ատելությունների բանի տակ, չէ, չեն քննարկում արդարությունը, քննարկում ենք երևույթը, երբ որ արդարությունը քննարկենք, այնտեղ ուրիշ անալիզներ կանենք, հիմա ուրիշ բան ենք քննարկում, ժառանգության խնդիրն ենք քննարկում, հասկանում եք, չէ, եւ տեսեք, ասենք, հիմա այստեղ Մայտրեյանիկը ինչ է խոսում, որ ասենք կան աստվածակենտրոն դարաշրջաններում, չէ, երբ որ կա իրական կրոնականության դաշտը, այնտեղ կան ցեղեր, որոնց մեջ այսպես ժառանգաբար ծնվում են անցյալ կյանքերում շատ լուրջ հոգևոր կյանք անցած կենդանի էակները, որոնց հոգևոր մակարդակը ահավոր բարձր է։ Եվ հենց այդպիսի ցեղերն էին, որ արեական քաղաքակրթության մեջ էլիտար էին։ Հասկանում եք։ Սա է, չէ, տարբերությունը, որտեղ մեր ժամանակներում էլիտար կարող են համարվել անձնավորություններ, որոնք իրանք իրենց անձնական որակներով 100 անգամ ավելի արատավոր են, քան սովորական մարդը։ Եվ ոչ մի էլիտար բան, բացի հարստությունից, այդտեղ չկա։ Մեկ էլ պաշտոնից, երկու բան, հարստություն, պաշտոն։ Իսկ որպես անձնավորություն, իրանք կարող են, չգիտեմ, այդտեղ, դրամ էլ հասարակությունը ինքը լինում է վատ վիճակում, որտեղ որակավորում չունեցող անձնավորություններ են ղեկավարում։ Հասկանում եք, այսինքն հոգատարություն չկա, վերջ, կա ինչ-որ լրիվ ուրիշ բան է տեղի ունենում, չէ՞։ Հիմա տեսեք, ջերիներս, իսկ Մայտրեյան էստեղ ասում է, որ դու ինքդ, չէ, դու ոչ թե ուղղակի ինքը չասես դու ներկայացուցիչ ես, ինքը ասես դու ժառանգորդն ես, հասկանում ես, եւ այստեղ ինքը փաստացի, չէ, մի շատ կարևոր բան հաստատեց, որ այն ինչ որ կարելի է կոչել տոհմի արժանապատվություն, չէ, դա ոչ թե արյան արժանապատվությունն է, որովհետև դու կարող ես ծնվել շատ արժանապատիվ տոհմի մեջ, իսկ որն է արժանապատիվ տոհմը, որ ինքը ինչ-որ առաքինություն է ունեցել, չէ, կամ, ասենք, հասարակության համար ինչ-որ կարևոր առաքելություն է իրականացրել, չէ, դու կարող ես լինել այդպիսի ցեղի ներկայացուցիչ, բայց լինես տականք, չգիտեմ, խաղամոլ, եսիմինչ, որ ասեց ամբողջ այդ ցեղի արած չարածը հավասարացնես 0-ի տարապես, չէ, բայց ասես ես ունենաս հպարտություն, ես այսինչ ցեղից եմ։ Այմա Մայտրեյան ինքը ասում է, որ ոչ թե ցեղի պատկանելիությունը որոշվում է, ոչ թե արյունով, այլ նրանով, թե ինչքան ես դու ժառանգել, հա, ինչքան ես դու ժառանգորդը քո ցեղի, հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն սա իրականում շատ կարևոր բան է, չէ՞, որովհետև ասենք աստվածամերժության դարաշրջանում, չէ, բանում արեական քաղաքակրթության մեջ ազնվորությունները իրանք փառավոր էին համարվում, ոչ թե երբ որ իրանք ուժեղ էին, այլ այնտեղ միակ կոմպոնենտը, որը ցեղը դարձնում էր արժանապատիվ, դա Աստծո հանդեպ ռեալ նվիրվածությունն էր։ Հասկանում եք, որովհետև Աստծո հանդեպ ռեալ նվիրվածություն ունեցողները իրանք այս աշխարհի մասին հոգ տանող են, այլ ոչ թե ավիրող եւ շահագործող։ Հասկանում եք։ Հիմա
ինչ վերաբերվում է այս տեքստի, ասենք, հոգեբանական տեսանկյունից, եթե մենք ուրեմն բանանենք, չէ, վերցնենք, ապա տեսեք, երբ որ մենք հիմա փաստացի մենք կարող ենք ասել, որ այս պահին մենք Բhagavad-ամի աշակերտներն ենք, չէ, ովքեր որ լսում ենք, որովհետև ես ինքս էլ ոչ միայն խոսում եմ Բhagavad-ամի մասին, այլև լսում եմ, չէ, նորից իմ ասածը վերարյալ, հասկանում եք, չէ, ուրեմն այստեղ հիմա հոգեբանական տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի աշակերտը ինքը իր ուսուցիչից լսի այդպիսի բառեր։ Հա, այսինքն ինչպիսի բառեր, որ քո աստվածային լինելը կամ քո հոգևոր լինելը ինքը ոչ թե նրանից է կախված, թե դու քեզ ինչի անդամ ես համարում, այդ ես դրա մասին շատ եմ, չէ, խոսում, հա, այլ դու նշանակություն ունես, հա, միայն այն դեպքում, թե ինչպես է գերագույն Աստծո անձնավորությունը անձամբ քո միջոցով արտահայտվում այս աշխարհում։ Եվ եթե դու այնպիսի ընտանիքի ներկայացուցիչ ես, որտեղ Աստված ինքը միշտ այդ ընտանիքի ներկայացուցիչների միջոցով ինչ որ կերպ որպես բարիք արտահայտվել է այս աշխարհում, հա, դու համարվում ես այդ ցեղի ներկայացուցիչ, միայն այն պարագայում, երբ որ Աստված եւ քեզ կարող է այդպես օգտագործել, որ դու լինես այս աշխարհում բարիք բերող, այլ ոչ թե ինչ որ միկրոնականության արդեն կարևոր չի թե որ, հասկանում եք, ես հույսով եմ, որ դուք ընկալել եք, չէ, որ ինձ համար հինդուիզմ, քրիստոնեություն, ամեն ինչը լրիվ բացարձակ նույնն է, որտեղ այդ ամեն ինչի մեջ կատարվում է նույն բանը, փաստացի չկա իրական կրոնի արդյունքը եւ վերջ, հասկանում եք, կա ֆանատիզմը, всё, իսկ դա չի նշանակում, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդ անձնավորությունների միջոցով խոսում է, հասկանում եք, հիմա, չէ, ուրեմն, հա, եւ ուրեմն սա ինքը շատ կարևոր գաղափար էր, որովհետեւ հոգեվոր մարդը, չէ, ինքը, ոնց ասեմ, էլի, տեսեք, երբ որ ինքը իրան Աստծուց անկախ է պահում, չէ, աստվածային տեսանկյունից, մի քիչ խիստ ասեմ, հա, եթե մենք մեզ Աստծուց անկախ ենք պահում եւ ինչ ուզում ենք, այսպես էլի, այդ ապրծպր բառը լավն է, էլի, այսպես ապրծպր ինչ ուզում ենք անում ենք այս աշխարհում, չէ, աստվածային տեսանկյունից մենք դատարկ տեղ ենք։ Պրակտիկ տեսանկյունից մենք այս աշխարհը աղքատացնող ենք, որտեղ ռեսուրսը շահագործող ենք, ուրիշ ոչ մի բան։ Հասկանում եք։ Եվ հիմա այս տեքստը, չէ, ինքը հնչեց, մի հատ շատ կարևոր գաղափար հնչեց հոգեբանական տեսանկյունից, էլի, որ, ասենք, եթե մենք բանանենք, թե ինքը ինչպես է ազդում մեր հոգեբանության վրա։ Ինչ ասեց Մայտրեյան Վիդուրային։ Ինքը ասեց դու կանալ ես, հա, այսինքն ոնց հայերեն ոնց է, դու այդ խողովակ ես, դու այն ցեղից ես, որ այդ ցեղը ինքը իրանով հոգևորի խողովակ է, չէ, եւ տեսեք ասենք, այդտեղ ինքը այդ դա է էլի ձևավորվում, ինքնագնահատականը, երբ որ ես ինչ որ մի հատ տողմի մեջ եմ ծնվել, չէ, ես ինչ խողովակի մաս եմ, հա, եւ եթե ես տեսնում եմ, որ ես ինչ որ մի հատ վատ ցեղի մեջ եմ ծնվել, չէ, դա ինքնըստինքյան նշանակում է, որ ես ինքս, ոչ թե նրանց մեղքերի համար եմ պատասխան տալի, այլ ես ինքս այնպիսի անձնավորություն եմ, որ արժանացել եմ այսպիսի խողովակի մաս լինելուն։ Եվ այո, իհարկե, եթե ես իմ մեջ ընդունում եմ, որոշում եմ կայացնում, որ ես այլևս չեմ ուզում արատավոր խողովակի մաս լինեմ,
Եվ այդտեղա չէ, որ ընդունում եմ հոգևոր կյանքը։ Այս հոգևոր կյանքը այս որ ընդունեցի, ես կանգնացնում եմ իմ ճակատագիրը։ Այսինքն ես իրավունք եմ ստանում դառնալ մի հատ լրիվ ուրիշ խողովակի, ուրիշ բանի էլի հոսքի խողովակ, որը կոչվում է աստվածային։ Իհարկե, այդ երբ որ ես ինձի որպես կտոր կտրեցի այդ խողովակից, բերեցի կպցրեցի մի հատ ուրիշ խողովակի եւ այդ արատավոր խողովակը մնաց օդի մեջ, ինքը մնում է շատ դժգոհ։ Եվ երբ որ ինքը մնում է դժգոհ, ինքը սկսում է պայքար, որպեսզի քեզ վերադարձնի քո տեղը, կոպիտ ասած, չէ՞։ Եվ այո, աստվածամերժության դարաշրջանում դա է, որ իրական հոգևոր կյանքը, իրական հոգևոր առաջընթացը շատ բարդացնում է, որտեղ քեզ շրջապատող այդ խողովակի ներկայացուցիչները իրանք սկսում են պայքարել, չէ՞, քեզ իրանց խողովակի նորից կպցնելու համար։ Հասկանում եք։ Հիմա տեսեք ասենք, չէ՞, եւ հիմա իսկ Վիդուրան ինքը այդ իմաստով շատ արժանապատիվ արքաների ուրեմն եւ ներկայացուցիչ է, եւ ժառանգորդ, որտեւ հիմա Մայտրեյան ինքը գիտակցում է, որ իր առաջ նստած է մի անձնավորություն, որին Դուրյոթանան չկարողացավ իրանով անի, չէ՞։ Եվ Մայտրեյան շատ լավ գիտի, որ պատերազմ է տեղի ունեցել, որ Դուրյոթանան պարտվել է, որ Դուրյոթանան ինքը իր կողմներ կարողացել քաշել Բհիշմայի եւ Դրոնայի նման անձնավորություններին, իսկ Վիդուրային չկարողացավ։ Դրա համար ինքը հիմա ասում է՝ դու արժանապատիվ ժառանգորդն ես մեծ արքաների։ Թեկուզ եւ այս պահին արքայական իշխանություն չունես, չէ՞։ Այսինքն այսպես պալոմնիկ ճգնավորի պես ուղղակի քայլում ես, շրջում ես սուրբ վայրերում եւ հիմա էլ բարձր գնահատում ես այն հանգամանքը, որ ինձ ես տեսել, չէ՞։ Այսինքն հիմա իր հոգևոր ուսուցիչը, չէ՞, ուրեմն գովաբանում է իր աշակերտին։ Եվ իրականում այս կետը ինքը շատ հետաքրքիր, շատ կարևոր եւ շատ խորը կետ է։ Ինչու համար։ Աստվածամերժության դարաշրջանում ապրում են կենդանիակներ, որոնք իրենք ցածր գոյավիճակների ազդեցության տակ են, այսինքն իրենք կամ տգիտության գոյավիճակի ներկայացուցիչներ են, կամ կրքերի, կամ այդ երկուսի խառնորդի։ Ինչ է սա նշանակում, որտեղ ասենք, ինչ է նշանակում գովաբանում են։ Գովաբանելը դա ազնվորությանը ինչ-որ մի բարձր դիրք տալու պրոցես է, չէ՞։ Հիմա այստեղ ինքը շատ կարևոր մի հատ խոսակցություն կա։ Իսկ ինչքանով է ազնվորությունը ինքը պատրաստ ընդհանրապես, ինչքանով է ազնվորությունը պատրաստ ընդունի գովաբանությունը եւ չզարգացնի գոռոզություն։ Ուրեմն տեսեք, հոգևոր կյանքում կա երկու խնդիր այդ իմաստով։ Որն է։ Առաջի խնդիրը կայանում է նրանում, որ որպեսզի ազնվորությունը ինքը այսպես սահուն առաջ գնա, չէ, իր խանդավառությունը, էնտուզիազմը միշտ լինի իր տեղում, չէ, եւ որ ինքը ինչ-որ մի հատ ճանապարհ անցավ, հենց որ ամեն մի դրական փոքրիկ քայլը հոգևոր ուսուցիչը պիտի որ անպայման ուրեմն շեշտի, որ ես նկատեցի, որ դու այս առաջընթացը ունեցար, ապրես եւ ոգեշնչի, որպեսզի ազնվորությունը ինքը հասկանա, որ ինքը ինչ-որ մի ճանապարհ անցավ եւ արդեն կարող է շարունակել, չէ՞։ Բայց եթե ինքը
Տգիտության կամ կրքերի գոյավիճակների ազդեցության տակ գտնվող անձնավորությունը եւ հոգեվոր ուսուցիչը իրեն գովում է, չէ, այդտեղ ինքը ամեն մի այդ գովաբանության կետում աշակերտը ինքը հայտնվում է շատ վտանգավոր իրավիճակում, որովհետեւ գովաբանությունը կարելի է ընդունել երկու ձևի։ Մեկը դա նա է, որ գովաբանությունը կարելի է ընդունել այդպես, ինչպես որ ինքը իրականում նախատեսված է, որ ազնվորությունը ինքը ուրախանա, որ ինքը ինչ-որ մի առաջընթաց է ռեալ ունեցել, չէ, եւ այդ էնտուզիազմի վրա շարունակի իր հոգեվոր ճանապարհը։ Իսկ կարող է գովաբանությունը ընդունել կեղծ եսով, այսինքն գոռոզանա։ Եվ այդ գոռոզության հիմքի վրա, այստեղ ուրիշ խոսքով չեմ կարող ասեմ, հարամի իր անցած ճանապարհը։ Հասկանում եք։ Եվ այդ նույն հոգևոր ուսուցիչը, որը գոհ էր եղել այդ անձնավորության դրական անցած ճանապարհից, հա, ստիպված է լինում, պատկերավոր ասած, երես թեքել իր այդ գոռոզությունից։ Կապը կտրվում է անմիջապես։ Եվ սա շատ մեծ քննություն է։ Տեսեք, ինչքան բարդ է, չէ՞, հիմա որոշելը, թե ասենք, այ բարդը, եթե ինքը ինչ-որ մի ճանապարհ անցավ, հիմա ինչ անել։ Ընդհանրապես այդ դրա մասին չխոսալ, ուղղակի շարունակել իրան զարգացնել։ Եվ եթե ինքը իր մեջ մտածում է, որ ինքը ինչ-որ մի բանի է հասել, բայց ասենք հոգևոր ուսուցիչը նույնիսկ այդպիսի նշույլ ցույց չտվեց, որ ինքը դա նկատել է եւ հիմա կարող է դրանից նեղանալ։ Հա? Ասել, այ ես էս ինչ արեցի, չգնահատվեցի, չգիտեմ ինչ, բայց ինչի համար գնամ առաջ, չես բանվիճ, այդ ամեն ինչը ինքը այնքան բարդ է, հասկանում եք, ընդհանրապես գովաբանություն ընդունելը, գիտեք, ես իմ հորը բառերով չեմ կարող ասել, որ ինչ-որ բաներ կան, թե ինչ կարգի եմ իրան շնորհակալ։ Ինչու համար։ Տեսեք, օրինակ, հենց այս նույն թեմայում, չէ, ինքը ինձ փոքր ժամանակվանից իմ հետ միշտ քննարկում էր այդ թեման, որ ցանկացած երևույթ, չէ, որը դու կարող ես ինչ-որ մեկի հանդեպ անես, չէ, այ նույնքան, ինչքան որ կարևոր է, թե դու ինչ կարող ես տաս, նույնքան կարևոր է, թե դու ինչ ես կարող ճիշտ ընդունես։ Հասկանում եք։ Եվ հոգևոր կյանքում, չէ, հիմա մենք խոսում ենք, դուք ձեր մեջ լիքը մարդիկ կան, որոնք ոչ թե ուղղակի լսում են, այլև փորձում են այս գիտելիքի հիմքի վրա զարգանալ, չէ, հաշվի առեք այս կետը։ Հասկանում եք, որ եթե դուք ինչ-որ մի ճանապարհ անցաք, դուք ինքներդ ձեր մեջ, հենց այդ պահին, երբ որ հասկացաք, որ ճանապարհ անցաք, անպայման ձեզ մի հատ հարց տվեք, եթե ինձ հիմա սրա համար գովեն, ես այդ գովեստի հետ ինչ եմ անելու։ Հիմք եմ վերցնելու որպես իմ հետագա զարգացում, թե ռուսերեն խոսքով ասեմ, էլի, թե դառնալու եմ մի հատ ջիշովկա, որը այդ գովաբանությունը վերցրեց, սարքեց իր համար դրոշակ, որպեսզի դուրս գա հասարակություն հոգևոր մարդկանց, եւ սա ամեն մեկի աչք կմցնի, որ այ տեսեք ինձի գովացին, որովհետեւ ես այս ինչ բան արել եմ, հիմա բոլորդ պիտի իմ առաջ այսպես խոնարհվեք, որտեւ ես քայլ եմ արել հոգևոր կյանքում։ Այսինքն դառնամ ուղղակի գոռոզ եսի միջ, բառել չեմ գտնում, որ ասեմ։ Հասկանում եք։ Եթե մարդը ինքը, որտեվ այդ եւ թե ինքը մտավ գոռոզության մեջ գովաբանությունից, ինքը թաղեց իր անցած ճանապարհը, այդ գոռոզության, միշտ հիշեք, էլի խնդրում եմ, գոռոզության կրակի մեջ ամեն տեսակի առաքինություն այրվում մոխիր է դառնում։ Եվ անձնավորությունը ինքը նորից ընկնում է տգիտության եւ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ։
Հասկանում ես։ Հասկանում եք, իսկ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ կենդանի էակները իրար հետ մրցակցում են։ Եվ դա նշանակում է, որ երբ որ դու գոռոզանում ես քո ինչ-որ արժանինքներով, չէ՞, քո դիմացինը ինքը դա չի ընդունում եւ պայքարի մեջ է մտնում քո հետ, որպեսզի քեզ ապացուցի, որ եթե ինքը արատավոր է, որպեսզի ապացուցի, որ դու իրա նման ես։ Եվ դու ընկնում ես եւ կորցնում ես այն մի փոքր առաքինությունը, որը ձեռք ես բերել։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա Մայտրեյան ինքը հայավարի ասեմ էլի, արխային գոված վիդուրային։ Եվ եթե դուք ձեզ թվում է, թե սա ինչ-որ այդպես ոչ կարևոր կետ է, դուք սխալվում եք։ Սա ահավոր խորություն ունեցող թեմա է, որը ինքը շատ բարդացնում է հոգևոր ուսուցիչ, աշակերտ, հոգևոր մարդկանց շրջապատ, մարդ, այդ ընդհանրապես թեման։ Հասկանում եք։ Չէ՞։ Հիմա եթե ազնվորությունը ինքը նախանձ է, ինքը երբեք չի գովա նրան, ով առաջադիմել է։ Եթե ազնվորությունը ինքը գոռոզ է, ինքը կչարաշահի այն հանգամանքը, որ իրան գովեցին։ Հա? Եվ տեսեք ուրեմն, այստեղ ինքնըստինքյան դառնում է այսը։ Ոչ նախանձ անձնավորությունը ինքը միշտ արտահայտում է իր նախանձի բացակայությունը նրանով, որ սրտանց գովում է, եթե ինչ-որ մի լավ բան է տեսնում։ Եվ այսինքն իմ պատասխանատվությունը, կոպիտ ասած, նա էր, թե արդյոք ես նկատեցի ձեր առաջադիմությունը, թե ոչ։ Եվ ես նախանձից ազատ եմ, եթե նկատեցի եւ ասեցի։ Եվ գովեցի։ Եվ այդտեղ այդ երևույթի պատասխանատվությունը ընկավ ձեր վրա։ Թե դուք իմ նախանձի բացակայությունը, օրինակ եմ ասում իմ նախանձի բացակայությունը այդ դրա հետ ինչ արեցիք։ Դա դարձավ ձեր պատասխանատվությունը։ Դուք կգոռոզանաք, դուք եք դուժելու։ Դուք ճիշտ կընդունեք եւ կպահպանեք խոնարհությունը եւ կշարունակեք հոգեվոր զարգացում ապրել։ Ինքներդ ձեզ եք օգուտ տալու։ Հասկանում եք, եւ վերջ, ուրեմն խնդիրը ինքը այսպեսին է իրականում, որ նախանձից ազատ անձնավորությունը ինքը պիտի արտահայտի։ Իսկ ինչ պիտի անի իմաստունը։ Հասկանում եք, չէ՞։ Տեսեք, այստեղ շատ այսպեսի բան է, չէ՞։ Հա։ Ուրեմն, եթե մարդը ինքը մաքրագործման գործընթացի մեջ է, երբ որ իրան գովում են, իր մեջից դուրս է գալիս շատ կարևոր անարդա, այսինքն սրտի արատ կամ սրտի թուլություն։ Հա, երբ որ իրան գովում են, ինքը հնարավորություն է ստանում ազատվել այդ էլի բան սեփական նիպանացել նստ։ Իրոք կներեք, բայց այդ բառը դե անպայման նայեմ։ Թերաժույթ, հա։ Ուրեմն, ինքը ազատվում է այդ սեփական թերաժույթի բանից, կոմպլեքսից էլի, հասկանում եք, հա։ Ինքը ազատվում է կեղծ խոնարհությունից, որովհետև երբ որ իրան գովում են, ինքը իր ներսում հաստատվում է արժանապատվության զգացումի մեջ։ Մենք պիտի տարբերենք, երբ որ կենդանիակը ինքը հոգևոր զարգացում ունի, հա, ինքը իրավունք ունի ապրել արժանապատվության զգացում։ Ընդհանրապես առաքինի կենդանիակները իրենք շատ զարգացած արժանապատվության զգացում ունեն, բայց ոչ գոռոզություն։
Ինչ է նշանակում արժանապատվություն։ Արժանապատվություն դա նշանակում է ես գոհ եմ ինձանից, հա, բայց ես դա չեմ չարաշահում։ Գոռոզություն նշանակում է ես երբ որ իմ մեջ ինչ-որ մի բան ձեռք բերեցի, օգտագործում եմ, որ ձեր հանդեպ առավելություն ունենամ։ Արժանապատվություն նշանակում է ես գիտակցում եմ, որ առավելություն ունեմ, բայց չեմ օգտագործում առավելություն դրսևորելու համար։ Հասկանում եք, բա ինչի համար եմ օգտագործում։ Օգտագործում եմ, որպեսզի ամեն անձնավորություն, որը իմ հետ շփվում է, հա, բավարարված գնա։ Որովհետև լավ որակների հետ է շփվել, օրինակի համար։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն, այ անձնավորությունը, երբ որ ինքը արժանի է գովեստի, չէ՞, եւ իրան գովում են, ինքը ուրեմն այդ թերարժեթության բանից է ազատվում, հա, եւ ազատվում է կեղծ խոնարհությունից, հաստատվելով արժանապատվության զգացումի մեջ, հա, եւ անձնավորությունը ինքը չի կարող, չէ, դառնա խողովակ աստվածայինի, եթե ինքը իր մեջ հերքում է այն փաստը, որ ինքը կապ ունի աստվածայինի հետ, եւ որ ինքը այդ կապը իր մեջ փայփայում է, հա, եւ իհարկե այո, այդտեղ արժանապատվության զգացում է առաջանում, բայց ոչ գոռոզություն։ Սա շատ կարևոր կետ է։ Հասկանում եք, հա։ Հիմա, հա, поэтому դրա համար ուրեմն շատ կարևոր է, որպեսզի անձնավորությունը ինքը հոգևոր կյանքում, երբ որ առաջընթաց է ունենում եւ իրան հոգևոր ուսուցիչը կամ հոգևոր մարդիկ նկատում են եւ գովաբանում են իրան, չէ՞, ինքը մտնի այդ տրամադրության մեջ, որ իրա միջոցով շարունակվում է աստվածայինի ներկայությունը այս աշխարհում, հա, եւ դա երանության հիմք է, այլ ոչ թե գոռոզության։ Հասկանում եք։ Հիմա երկրորդ տեքստը, չէ՞, որտեղ ասենք Մայտրեյան ինքը այդ թեման քննարկեց, որ թույլ տուր, որպեսզի ես սկսեմ Բhagavata Puranան ասել, չէ՞, որը ինքը Գերագույն Աստծո անձնավորությունը տվել է մեծ իմաստուններին։ Ինչի համար է տվել, որովհետև ինքը հոգ էր տանում, չէ՞։ Մի հատ ներեցեք, ես նայեմ, տեսնեմ։ Եկեք այստեղ այս առաջի տեքստով այսօր ավարտենք։ Ես 4 տեքստ կարդացի, բայց առաջի տեքստը ինքը բավականին այսպես կարևոր տեքստ էր, դրա համար ուրեմն այսօր այսքանով ավարտենք եւ վաղը կանցնենք երկրորդ տեքստը։ Իսկ այսօր այսքանը ես բոլորիդ բարի շաբաթ եմ ցանկանում, թող շաբաթը լինի ամենակարևորը խաղաղ, որպեսզի մենք կարողանանք հանգիստ պայմաններում հանդիպել եւ շարունակել մեր լսողությունը Շիմեդ Բhagavata.